Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ դիվանագետ Արա Պապյանի հետ։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, Երևանում երկրորդ օրն է ընթանում էր Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումներ, արդեն նաև Հայաստան Եվրամիություն երկկողմ գագաթնաժողովն է ընթացել եւ Հայաստանը ու Ֆրանսիան կնքում են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Մի քանի կետ կա այստեղ անվտանգության վերաբերյալ, մասնավորապես հղում է արվում, որ Եվրամիությունը Հայաստանը պարտավորվում են ավելի զարգացնել, խորացնել ամրապնդել համագործակցությունը անվտանգության պաշտպանության թեմաներում, ինչպես նաև բարձր են գնահատում Հայաստանի ԵՄ-ի միջև աճող գործակցությունը ժողովրդավարության դիմակայության բարձրացման հիբրիդային սպառնալիքների ու տարեքրատեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների դեմ պայքարում ընդհանրապես դուք ինչպես եք գնահատում այս եվրոպական միջոցառումները եւ Ֆրանսիայի հետ նման ռազմավարական գործարքի կնքելը, ինչ պետք է սպասի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ընդհանրապես նման միջոցառումների անցկացումը Հայաստանում եւ նման փաստաթղթերի ստորագրումը դրական եմ գնահատում, որովհետեւ սա հնարավորություն է Հայաստանի համար ավելի գործնականորեն զարգացնել դեպի Եվրոպա ընթացող իր ուղին։ Խնդիրը պարզապես այն է, որ ինչքանով մենք կարողանանք, իսկ մենք ասելով նկատեմ տվյալ դեպքում իշխանությունները կկարողանան իրենք գործնական գետնի վրա այս ողջ դնել, արդյոք սա չի սահմանափակվի ինչպես 7 տարի հերթական խոսակցություններով դեպի Եվրոպա գնալուն եւ գրեթե որևէ փաստաթուղթ չստորագրելուն։ Ըստ էության սա առաջիններից է, կարելի է այսպես ասել, եւ հատկապես ողջունելի է ինձ համար Ֆրանսիայի այդ երկկողմ փաստաթուղթը, որովհետեւ դա ավելի կարծեք թե գործնական է։ Հետո երբ որ փաստաթղթերը բոլորի ձեռքի տակ կլինի եւ ժամանակ կլինի ավելի մանրամասն ծանոթանալու եւ ընդհանրապես շուրջը ընթացող գործողությունները գնահատականներ կտակ, այս առայժմ ասենք դրական կարելի է գնահատել այս միտումը։ Շատ լավ, պարոն Պապյան, իսկ ընդհանրապես մենք լսում ենք տարիներ շարունակ, որ ռուսական կողմը ՀԱՊԿ-ի գործընկերները նշում են, որ Հայաստանը ընդհանրապես հետաքրքիր չի Եվրոպային, Ֆրանսիային, Մակրոնին էին ծաղրում, որ Մակրոնը այսօր կա, վաղը չկա, այսօր էլ իհարկե ծաղրում են, որ, չգիտեմ, Մակրոնը հանձնեց Լեռնային Ղարաբաղը, որ Արևմուտքը մեզ փորձում է Ռուսաստանի դեմ օգտագործել եւ նրա այդ ռազմավարական գործընկերությունը, դա մտածածին բան է, որ մենք հետաքրքիր չենք, ուր ենք փախչելու եւ այլն, այ ուր մնացին այս թեզերը, ինչ եք կարծում։ Դեռ թեզերը կան եւ թեզերը շարունակելու են, զարգացնելու են եւ իրենք էլ փորձելու են ավելի գործնական գետնի վրա դնել, ցույց տալու համար, որ տեսեք, առանձնապես խոստումներից բացի բան չեք ստացել, բայց մենք մեր կողմից որոշ պատժամիջոցներ ենք կիրառում։ Հենց իմ ասած սա էր, որ պիտի գործնականորեն ինչ որտեղ պիտի հատուցվի այն կորուստները, որը մենք վստահաբար ունենալու ենք։ Օրինակ Մակրոնը ճիշտ է նշում, որ Հայաստանում դեռևս կա, ինքը մի քիչ թիվը մեծ ասեց, 4000 ռուս զինվոր ռազմաբազայում եւ 1000 սահմանապահ եւ այլն, եւ մենք այն քաղաքական ուժն ենք եղել, երևի միակը, որը մեծաթիվ խմբերով առնվազն 2 անգամ ռազմաբազայի դեմ ենք ցույց արել, մի քանի անգամ դեսպանատան դեմ, դա մեր պահանջներից մեկն է, բայց այդտեղ շատ կարևոր է, երբ որ խոսում է ռուսական բազայի դուրս հանելու մասին, զուգահեռաբար եւ միգուցե դրանց առաջ պիտի ընթանա այլ գործընթաց, այսինքն այլ անվտանգային համակարգերի մաս կազմել կամ ձևավորել, լինի երկկողմով եւ այլն։ Դրա համար մենք միշտ խոսել ենք Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու մասին, որովհետեւ իմ կարծիքով Միացյալ Նահանգները միակ երկիրն են, որ ռազմական կարողություն ունի դիմակայելու, զսպելու եւ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Օրինակ Ֆրանսիան այդ կարողությունը չունի, բայց Ֆրանսիան գոնե քայլ է, որ այդ անում է։ Հիմա բնական է, որ Ռուսաստանը ինքը գաղութատեր երկիր է, եւ չգիտեմ ինչի հիմա շատեր ինչ են ուզում, երբ որ Ռուսաստանն ասում են գաղութատեր, որովհետեւ անգամ սովետական շրջանի պատմագրությունը օգտագործում էր այդ բառը, այդ եզրը, այսինքն ցարական Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը Անդրկովկասում, Հայաստանում դա այդպես է եղել։ Ցավոք սրտի նեոգաղութատիրությունը շարունակվում է այսօր, որովհետև այդ տնտեսական ոլորտները, որը ամբողջությամբ անցել է Ռուսաստանին եւ որից ազատվելու գործնական քայլեր գրեթե չեն արվել,
ավելի շատ խոսակցություն արել, դա հենց նեոգաղութատիրության դրսևորումներ են։ Օրինակ, նույն Պուտինի ասած $177 1000 խորանարդ մետր գազի տալը իբր թե մեզ սուտ է, կեղծիք է։ Մենք որպես սպառող առնվազն 2 անգամ ավել ենք վճարում։ Ինչ կապ ունի դու քո միջնորդ ռուսական ընկերության միջոցով քանիսով ես ծախում։ Այս ամբողջը պետք է։ Այսինքն խնդիրը հետևյալն է։ Փաստաթղթերը նման Մեկ պարոն, այսինքն համաժողովները ներեցեք դուք կշարունակեք, ձեր ասածն այն էր, որ ռուսական այս իմ հարցի առաջին մասին վերադառնալ, թեզերը այն մասին են, որ տեսեք, արևմուտքը ձեզ գործնական ոչինչ չի տալիս եւ մեզնից հեռանալով դուք միայն պատժամիջոցներ եք վաստակում, հետեւաբար պետք չի, այսպես ասենք, արկածախնդրության մեջ մնալ ռուսական, չգիտեմ, ինչ որ կախվածությունների նվազեցման մասին խոսել, երկաթուղի վերցնելու մասին խոսել կամ այլ ոլորտներ, ճիշտ հասկացա ձեր գնահատականը։ Այո, ընդհանուր առմամբ ճիշտ հասկացիք, որտեղ Ռուսաստանը իր լծակները օգտագործելու է, լծակները իր այսօր ավելի շատ տնտեսական են, քաղաքականն ավելի քիչ է, որովհետև Ռուսաստանին որևէ լուրջ այսօր համաժողովի չեն հրավիրում եւ ինքը չունի այդ ասելիքը, բայց տնտեսական առումով կա։ Եկեք օրինակներով խոսենք։ Երբ որ խոսում են հայկական երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարությունից վերցնելու եւ ուրիշին տալու մասին, ես նախ հիշեցնեմ, որ 2018 թվականին ինքս անձամբ բազմիցս խոսել եմ դրա մասին եւ փաստաթղթերի փաթեթ եմ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին իր խորհրդականի միջոցով։ Եվ մենք հսկայական գործ արեցինք, բայց այդ ամբողջը վերջացավ նրանով, երբ որ Լավրովը մատթավ տվեց եւ թեման փակվեց։ Հիմա խոսում են Ղազախստանին հանձնելու մասին։ Արդյոք կարդացել են օրինակի համար Ստամբուլի հռչակագիրը 25 թվականի հունիսի 22-ին ստորագրված, որի 26-րդ հոդվածը լրիվ մեղադրանքը Հայաստանի հասցեին, այլ ադրբեջանցիների վերադարձ, այլ հայերի կողմից իսլամական մշակույթի ոչնչացում եւ այլն։ Եվ սա տակ դրված է նաեւ Ղազախստանի ստորագրությունը։ Այսինքն, եթե մի որևէ երկիր, օրինակ Ուկրաինա կամ Իսրայելը նման մի բան ստորագրեն, հիմա ամբողջ համացանցը լցված էր, իրավացիորեն լցված կլներ դատապարտումը, որտեվ ինչ մեղադրանք ասես, այդ կետի մեջ կա։ Հիմա ստացվում է մի բան, որ մենք ուզում ենք, ասում եմ, մրից դուրս գանք, մրջուրն ընկնել։ Սա է իմ մտավախությունն, մտահոգությունը, որովհետև իմ կարծիքով, օրինակ, ինչ որ անում են մեր հարևանները Վրաստանն ու Ադրբեջանը, իրենք չեն հանձնել կոնցեսիոն կառավարման, բայց համագործակցում են մեկը շվեյցարական երկաթուղու հետ, մեկը գերմանական երկաթուղու հետ։ Միգուցե պետք է հենց այդ եվրոպական ճանապարհով գնալ, չէ՞ որ մենք ասում ենք գնում ենք Եվրոպա, բայց այդ դեպքում ինչ ենք ուզում Ղազախստանին տալ եւ լուրջ մտածում ենք, որ Ղազախստանը ավելի լավ կկառավարի, չգիտեմ։ Իսկ եթե դառնա նրա համար, որ ռուսների համար ավելի ընդունելի լինի, որտեղ կարծեք թե նման մի միտք Նիկոլ Փաշինյանն ասեց, ռուսների համար այսպես թե այնպես ընդունելի չի լինի, հասկանում եք։ Երբ որ ջուրն ես ընկել, պետք չի անձրևից վախենալ։ Ընդհանրապես, եթե դու արդեն հռչակել ես եւ բազմիցս հայտարարել ես դրա մասին եւ քեզ էլ զգուշացնել են պատժամիջոցների մասին, ուրեմն չի կարելի կես քայլերով առաջ գնալ, որտեղ դրանից միևնույնն է դժելու են բոլորը եւ առաջին հերթին մեր երկիրը։ Դա պետք է հստակ եւ եվրոպացիների հետ պիտի դրվի իրենց արժեվ հստակ պահանջներ։ Մասնավորապես, օրինակ գազի վերաբերյալ։ Տեսեք, Իրանը այսօր գազի ավելցուկ ունի, որտեղ չի կարողանում արտահանել։ Բայց ես օրինակ չեմ կշարունակեք, դուք ասացիք արդեն Ռուսաստանը զգուշացրել է պատժամիջոցների մասին եւ Փաշինյանը կես քայլերով առաջ պիտի չգնա, ինչ պետք է անի այստեղ, կարող եք կոնկրետացնել։ Օրինակ կոնկրետ եմ ասում, օրինակ գազը գիտեն, գազի վերաբերյալ, եթե ոչ ուղղակի թանկացում, այլ պարբերաբար տեխնիկական վթարներ են լինելու եւ այլն եւ այլն։ Բայց թանկացում, ինչ պիտի անել։ Կտես ալերտրանտ։ Եթե դու չես ուզում, ես այդ մտավախություն ունեմ, որ ուզում են Ադրբեջանից առնել։ Իսկ չեմ ուզում Ադրբեջանից առնել, որովհետեւ դա ոչ միայն Ադրբեջանին է ուժեղացնում, այլ նաեւ դա մի տեսակ անբարոյական է։ Եթե դու այլ աղբյուր չունենաս, գուցե իրանց տեսակից, բայց կա Իրանը, եւ մենք Իրանից ժամանակին գազը առել ենք, անգամ Թուրքմենստանից ենք առել, այն ժամանակ երբ որ Իրանը ինքը չուներ, բայց Թուրքմենստանը մատակարարում էր Իրանին, մենք Իրանից ենք։ Այսինքն այդ հնարավորությունը կա։ Հիմա այդ կարողություն 75 սանտիմետրանոց կամ 750 միլիմետրանոց այդ խողովակը այո բավարար չի միգուցե, բայց այնտեղ հնարավորություն կա եւ
խողովակը տեխնիկապես ճնշումների բարձրացման հետևանքով շատ ունենալ եւ դա հիմնականում հիմա մատակարարում է կարծեմ բանը Հրազդանի ջեկը եւ մենք փոխանակում ենք գազը էլեկտրականության հետ բայց այս ամբողջը հիմա եթե Ռուսաստանը թանկացրեց գազը իսկ մենք գիտենք որ գազի ցանցը պատկանում է Ռուսաստանի Պետք է ազգայնացվի գազի ցանցը, որտեղ առանց դրա հնարավոր չի լինի անգամ ներմուծելուց հետո գազը սպառողին հասցնել։ Եթե, այսինքն այսօրվանից պետք է տեխնիկական աշխատանքները Իրանի հետ տարվի։ Այսինքն եթե Ռուսաստանը եկավ, չգիտեմ, աշունը փակեց գազը, բանը, որովհետեւ մենք հնարավորություն ունենք գոնե նվազագույն քանակը, իսկ 1 միլիարդ խորանարդ մետր գազը մեծ թիվ չի, ասենքն Իրանի համար ինչպես նաև Ռուսաստանի ասած սա է կոնկրետ պիտի գործողություններ արվի կես քայլ չարվի հիմա Ֆրանսիային ուրեմն պիտի առաջարկվեր նույն Մակրոնին այո դուք խոսում եք ռազմաբազայի մասին մենք պատրաստ ենք անելու բայց դրանից ժամեր հետո կամ ժամեր առաջ պիտի լինի չգիտեմ օրինակ եվրոպական կամ ֆրանսիական ռազմական բազա հակառակ դեպքում դա կարող է հրահրվելով անկապ չուզենալով էլ, բայց դրսի հրահրվես մեր 200 նախում հարևան թշնամիները պահից օգտվեն։ Սա է, այսինքն հերթականությունը չպետք է խախտվի։ Եվ ֆրանսիացիների արչև եւ Եվրոպայության արչև պիտի դրվի ոչ միայն վերացական պահանջներ, որ այ մենք այլ հստակ Ինչպես ժամանակին օրինակ ամերիկացիք մեզ 92-ին առաջարկում էին, գալի ամերիկացիների հետ էլ բանակցել այդ ուղղությամբ։ Պարոն Պապյան, տեսեք սոցցանցում նաև այո դուք որոշ չափով ցիտեցիք Մակրոնի հայտարարություն, քննարկվում է նա մի քանի հայտարարություն, որ 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, քանի որ այն ընկալվում էր Ռուսաստանի ֆորպոստ կամ Հայաստանի տարածքում դեռ ռուսական զինծառայողներ են գտնվում եւ այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովելի սահմանների անվտանգությունը, բայց տեսեք Ինչպիսի այսպես կոշտ անվտանգային երաշխիքներ կարող են տրվել Հայաստանի Հանրապետությանը նույն արևմուտքի կողմից դա զենքի վաճառքն է, չգիտեմ, ինչքանով է հավանական կամ իրատեսական այդ ռազմաբազաների տեղակայումը արևմտյան հաշվի առնելով Իրանի գործոնը, որը տեսնում ենք ամերիկյան ռազմաբազաները թիրախավորում է մերձավոր արևելքում, հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը, որը Եվրամիությանը թշնամի է որակում եւ քաղաքական սպառնալիք մի քիչ այսպես ինձ թվում է մյուս ճամբարից ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը ձեզ հիմա կմեղադրեն գեոպոլիտիկ բախումը արագացնելու մեջ։ Նախ այն ինչ որ ես ասում եմ, առաջի տարին չի որ ասում եմ, ոչ էլ են քաղաքական ուժեր նոր ասում, մենք միշտ ենք ասել, մենք դանով եւ 18 թվականի եւ 21 թվականի ընտրություններին են գնացել։ Այն ժամանակ, երբ որ մենք ասում ենք Ռուսաստանը նահանջելու է, Ռուսաստանը տարածաշրջանից հեռանալու է եւ Ռուսաստանը սարքելու է Արցախը մանրադրամ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների կարգավորման հարցով, մեզ ինչ ասես ասում էին։ Բայց մենք ցավոք սրտի, այս պարագային ցավոք սրտի ճիշտ դուրս եկանք։ Հիմա ինչ վերաբերում է այլ ռազմաբազանը, ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ ժամանակին Ղրղստանում կային, այսինքն եւ ամերիկյան ռազմաբազա եւ ռուսական զուգահեռաբար գտնվում էին։ Ժամանակին անգամ Ռուսաստանում կար, մոռացել են դրա մասին, Ուֆայում կար, այնտեղ երբ որ Աֆղանստանի գործողություններն են իրականացնում։ Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա կա մեր հարևան Ադրբեջանի տարածքում։ Եվ ինչ է ստացվում, այդ ո՞նց եղավ Ադրբեջանին կարելի է մեզ չի կարելի։ Այսինքն մենք ել եմ ասում, այո, միևնույնն է նեղանալու են։ Վստահեցնում եմ ձեզ, այնպես չի, կամ պետք է ես Առիթ ունեցել եմ նաև տարիներ առաջ, 2 տարի առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսում էր հարցազրույցներ տալ, այսպես, հիշում եք, Լա Ռեպուբլիկա եւ այլն, որտեղում հետեւյալն է, պետք չի դրա մասին խոսել, որտեղ այդ խոսելը ոչինչ չի տալիս, պետքա գործել այդ հարցով։ Հիմա անցել են տարիներ, մենք գործնական նայում ենք, տեսեք, Մակրոնն ասում է ռուսական զինվորներ կան, հիմա հարց եմ տալիս, իսկ այդ ռուսական զինվորները էլ չկան։ Կամ ռուսական ազդեցություն կար, իսկ ռուսական ազդեցությունը հիմա ավելի քիչ է, քան 8 տարի առաջ։ Ոչ մի բան էլ քիչ չի, ընդհակառակը տնտեսական ազդեցությունը դեռ մի բան է ուժեղացել է։ Նայեք թվերը եւ կտեսնեք, առևտուրը Ռուսաստանի հետ շատ ավելի մեծացել է, մասնաբաժինը ավելի մեծացել է եւ այլն։ Մի բան է փոխվել առայժմ, դա հռետորաբանությունն է, որ պարբերաբար, ճիշտ է, գնում են Պետերբուրգ, Մոսկվա, այնտեղ Մոսկվային են գովում, Կրեմլին են գովում, գնում են ուրիշ բան, պարզապես ավելացել է այդ մի մասը, որ արևմուտքում փնովում են Ռուսաստանին, բայց քաղաքականությունը
Այո, բառը շատ կարևոր է, փաստաթղթերը շատ կարևոր են, բայց եթե դրանք չի հետևում գործնական քայլեր, ելք կրկնում։ Պիտի շատ պարզ է։ Վերցնում ես թուղթը, երկու մասի բաժանում ես, այդ ինչ սովորացել են զանազան դիվանագիտական ակադեմիաներ։ Գրում ես քայլի դրական եւ բացասական հետևանքները։ Հետո բացասականները ոնց ես չեզոքացնում։ Ինչը լծակներ ունենալու։ Տեսեք, ջերմուկի մեջ քթան եւ կոնյակի մեջ չեն վաղը գտնելու, վաղը հայկական պտուղի մեջ են գտնելու տարբեր, չգիտեմ, թույն, մույն, ինչ ասես կա, պեստիցիդ, մեստիցիդ, այդ անելու են։ Արդյոք նույն պետք չէ այս երկրների հետ խոսալ, բացի այս սիրուն խոսքերից, որ այո, քվոտայի տեսքով, ասենք, արտոնյալ պայմաններով մեզ հնարավորություն տվեք, այն ինչ որ արեցին ժամանակին։ Իմիջիայլոց ասենք Վրաստանի պարագայում արեցին վրացական գինու պարագային, դա արել են նաև Մոլդովայի պարագային, այսինքն շուկայի հարց է։ Ռուսաստանը մեր շուկան է, մենք այնտեղ սահմանափակումներ ենք ունենալու մեկ, մյուսը գազի հարց է, վառելիքի հարց է, երկու այս հարցերը պետք է լուծվի եւ պետք է լուծվի Իրանի միջոցով։ Ես ժամանակին դե սկսել եմ Ամերիկայի բաժնից է արտգործնախարարություն 90-ականների սկզբի։ Ու երբ որ էլի շատերն ասում էին, որ դե Ամերիկայի հետ կներեք, Իրանի հետ եթե սերտ հարաբերություններ լինի, Ամերիկան կնեղվի, ես մի անգամ իրանց ուղիղ հարց տվեցի մի բարձրաստիճանի։ Եկել են, չասեց, ինչ եք խոսում։ Մենք հասկանում ենք, որ իրանական հնարավորությունը ձեզ համար հակակշիռ է Ռուսաստանի։ Եվ այդ Իրանի ծավալը Իրանի համար ոչինչ է։ Այսինքն ենթադրենք այդ 1 միլիարդ խորանարդ մետրը, որ ձեզ ծախեց, այդ Իրանի փրկությունը չի։ Հետևաբար մեր շահերի դեմ չի, բայց ձեր համար փրկություն է։ Մարդիկ հասկանում են այդպես չի, որ կույր ատելություն ունեն, ասենք եւ ճիշտ չեն կարողանում այդ գեոպոլիտիկ հաշվարկներն անեն, անում են։ Այո, դրա մասին շատերն են ասել, արևմուտքի խնդիրն է թույլատնել ռուսական ազդեցություն Հարավային Կովկասում։ Եվ այստեղ Հայաստանը ունի միջնորոշ դեր։ Այո, շահերը համընկնում են, ուրեմն պետք է իմ արևմուտքից փոխել են ինչ որ հնարավոր է այս պահին։ Օրինակի համար գազի վերաբերյալ Մոլդովան տարբեր հատուցումներ է ստացել ժամանակին, նույն ձևի դրանց համար միգուցե դա կզսպի չթանկացնելու Ռուսաստանին այդ ամբողջը կամ վթարներ չսարքելու, որտեղ ինքն էլ այդ գազի ձեռը կրակն անգի։ Իրականության այն Ռուսաստանը 200 միլիարդ խորանարդ մետր էր վաճառում Եվրոպա, հիմա կարծեմ 18 է, որտեղ գնող չկա։ Այո։ Շատ լավ, պարոն Պապյան, ամեն դեպքում մտահոգություններ են հնչում, նույն Սավել Կարապետյանն էր ասում, որ Եվրամիության երկրների, նաև ընդհանրապես եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը կարող է ռեգիոնում բալանսը փոխել։ Մի տեսակ միայն այս գործիչը չի, այլ գործիչներ եւս ունեն մտավախություններ կամ չգիտեմ դրանք ինչքանով են օբյեկտիվ, ինչքանով են փաստացի, որ եթե արևմուտքի հետ գործակցություն է տեղի ունենում որոշ չափով, որոշ դրսևորումներով, դա այսպես խաթարում է ռեգիոնալ բալանսը կամ Իրանին է այսպես ասենք հունից հանում Ռուսաստանի Դաշնության շահերն է ոտնահարում։ Իդեպ Մակրոնը հետաքրքիր մի հայտարարություն արեց, ասեց Հարավային Կովկասը չպետք է լինի կայացությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին, այլ պետք է լինի խաչմերուկ այս տարածաշրջանում Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Հիմա Հայաստանի պարագայում ինչ ուղղությամբ ենք շարժում, դուք արդյոք այդ բալանսի խախտման վտանգ չեք տեսնում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությամբ, Եվրամիության հետ այս նաեւ գագաթնաժողով է այս գագաթնաժողովների միջոցով։ Հիմա շատ կարևոր է հասկանալ բալանս ասելով ով ինչ է հասկանում։ Ես օրինակ չեմ գտնում որ տարածաշրջանում բալանս կա։ Ընդհակառակը դիսբալանսը, կտրուկ դիսբալանսը հօգուտ Ռուսաստանի։ Ընդհակառակը ես ուզում եմ որ բալանսի գա, այսինքն նույն եկեք տնտեսական ոլորտը նայենք, ատոմակայան, էլեկտրացանցեր, գազացանց, երկաթուղի, սահմաններ, մաքսային վերահսկողություն, սահման, այս ամբողջը Ռուսաստանն է։ Սրա դեմ, այսինքն հակակշիռ ինչ ունի արևմուտքը որ բալանսը ոչ մի բան գրեթե բացի այս մի քանի համաժողովներից, մի քանի սիրուն խոսքերից եւ դեռ ոչինչ, ընդհակառակը։ Ուրեմն պետքա բալանսը վերականգնել, որովհետեւ միայն բալանսի վերականգնումը կարող է Հայաստանի ինքնիշխանության զարգացման հնարավորություն տա։ Սա մեկ։
Էլի մենք բազմիցս նշել ենք, Ռուսաստանի շահերը այսօր մեծապես կախված են ու համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Լինի Ուկրաինայի հարցում, լինի շրջանցելու պատժամիջոցները, լինի շուկայի եւ այլն։ Հայաստանը ինչ էլ անի, չունի այդ կարևորությունը իրենց համար։ Հետևաբար իրենք միշտ էլ մեր շահերը ծախելու են։ Ոնց որ դուք ասացիք, իմ 30-20-20-ին, երբ որ կռիվը սկսել էր, մի շատ բարձր պաշտոնյա ռուս եկել էր Հայաստան, իրանց նախագահականի, այսպես ասած, ընդհանուր այսպես վերլուծական ղեկավարներ այդ բանը, եւ ինքը բառացի ասեց, երբ որ դե ես բնականաբար ամեն ինչ խոսացի, Ուիլսոնը դեմ տվեցի, Ուիլսոնը իրավարար վճռի եւ այլն, ասեց շատ լավ է, նա Ամերիկա далеко вам некуда деться։ Էդ է, ես ես ուզում եմ հիշեցնել նաեւ այս բառը, նաեւ կրկնենալ Ելցինը Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, երբ որ իրան հարց տվեցին, բա կարող է Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, ասեց իմ некуда деться։ Հիմա պետք է այլընտրանք ստեղծել, որ այդ մոտեցումը չլինի։ Հանուն նրա, որսի մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենանք, բալանսավորված հարաբերություններ ունենանք, մենք այդ այլընտրանքը պիտի ունենանք։ Այդ դեպքում իրանք մեզ կհարգեն, այդ դեպքում մեզ նորմալ ոնց որ գին կտան եւ չեն խափի, նաեւ չեն գցի, ինչպես անում են։ Տեսեք Ալիևին հաջողվել է ունենալով ՆԱՏՕ-ի ռազմաբազայի երկրում մի անգամ չեք լսի դրա մասին, ռուսները փնովեն, չգիտեմ, քննադատեն եւ այլն։ Մի երկու ստից մտից բան անում, թե բոլորը գիտեն, որ այնտեղ ինչ ազգային խտրականություն կա եւ նաեւ բոլոր քրիստոնյաների նկատմամբ։ Բայց իրեն կարողացել են նաեւ ռուս եկեղեցու հետ եւ մյուսի։ Հիմա դրա համար հարցը հետեւյալն է։ Կրկնում եմ, եթե առաջի քայլն արել ենք եւ անում ենք, պիտի քայլեն գնանք։ Այո, դժվար է լինելու։ Այո, չգիտեմ, կորուստներ ենք ունենալու։ Իսկ հիմա հարց եմ տալիս, եթե մենք այս դա չենք անում, չենք ունենալու այդ կորուստները եւ այլն։ Ունենալու ենք, ինչու ենք ունենալու, որովհետեւ Ռուսաստանը օբյեկտիվորեն նահանջող կայսրություն է։ Հիմա նրա փոխարեն գալիս է Թուրքիան։ Սա էլ ենք մենք զգուշացրել։ Անձամբ ես եւ իմ քաղաքական ու ազգային ժողովրդական բևեռը չի ուզում Ռուսաստանին փոխարինել Թուրքիային։ Եվ մենք այս Նիկոլ Փաշինյանին դրա համար ենք քննադատում, որ քո համար արևմտականացումը ստերիցան թուրքականացումը, եւ մենք տարիների վեր էինք ասում, ճանապարհներ ցույց ենք տալիս, ինչ պիտի արվի։ Հիմա սա է, որովհետեւ թուրքականացումը հաստատ ավելի լավ չի լինելու ռուսականացումից։ Դրա համար, հետեւաբար, այո, Մակրոնը, Ֆրանսիան իր բոլոր թերություններով հանդերձ իմ համար անընդունելի է իր այդ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, ես դա համարում եմ թափս միջամտություն ներքին գործերին, որտեղ պատկերացրեք նման հայտարարություն անել, ասենք Ռուսաստանի նախագահ ինչ աղմուկ կներ, բայց դրանով հանդերձ Ֆրանսիան այն բանալին է, որը դեպի արևմուտք այսօր հեշտ տալու, բայց վերջնական նպատակը պիտի լինի Միացյալ Նահանգները, որտեղ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որում մի ռազմական, տնտեսական, քաղաքական կարողություն երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը։ Ու թող չասեն են հայրենասերները, մենք պիտի ապավինենք մեր ուժերին, չգիտեմ, այս ձև բաներ, լսեք, մեր հակառակորդների եւ մեր ռազմական, տնտեսական, քաղաքական չգիտեմ, ամեն մյուս բոլոր չափորոշիչներով ուժերի այնպիսի անհավասարություն կա, որ մենք չենք կարող առանց դաշնակիցների։ Ես ասում եմ շեշտել դաշնակիցների, ոչ թե մի ենթակայությունը փոխել մյուս ենթակայությամբ ինչ որ բանի ասնել, դա կարևոր է։ Իսկ դաշնակիցը պետք է լինի ուժեղ եւ կարող։ Ավելին ասեմ, իմ կարծիքով, եթե Ռուսաստանը ուզենա էլ Հայաստանին օգնել եւ աջակցել, այսօր ինքը ի վիճակի չի։ Ռուսաստանը հետեւյալ տեսեք, արևմուտքը մեզ ինչ ասում։ Արևմուտքը ասում է, ինձ հետ լինես քեզ լավ կլինի։ Ռուսաստանն ասում է, ինձ հետ չլինես, քեզ վատ կլինի։ Ու այդ վատի սպառնալիքն են դնում մեր առաջ, ու այդ տարբեր տնտեսականից մինչև ռազմական սպառնալիքներ, դրա համար էլ իշխանության դերն է այդ ամբողջը կանխատեսել, հակակշիռներ ստեղծել եւ պատրաստ լինել ամենավատ տարբերակներին եւս։ Բայց հույս է դնել, որ լավ ալնելու։ Պարոն Պապյան, իսկ այդ սպառնալիքները ինչքանով իրագործելի են։ Երբեմն լսում ենք գնահատականներ, որ ինքն էլ Հայաստանից է ինչ-որ չափով կանգնած, որ եթե նույն գազը թանկացնի կամ չգիտեմ, այսպես ասենք, հայ բիզնեսմենների, առևտրականների համար դժվարություններ առաջացնի, չի ցանկանա Հայաստանը հապկից եթե մեզ կարող է դուրս գալ եւ այնպես չի, որ Ռուսաստանը ուզում է վերջնականապես կորցնել Հայաստանը, դեռ առջևում ընտրություններ կան 2026 թվականի, 30 թվականներին, միգուցե այսպես որոշ
դեպքերում ատամները կրճտացնի, բայց սпасելով օրինակ իշխանությունների այնպիսի իշխանություններ, որոնք բելառուսացման, ուղիղ բելառուսացման կտանեն Հայաստանի Հանրապետությունը, սպառնալիքներ կան, բայց դրանք իրագործվեն, ինչ է կարծում, թե նա այդպես կտրուկ քայլի չի գնա եւ կփորձի փափուկ մեթոդներով այսպես իր ազդեցություն վերականգնել։ Ուրեմն ասեմ, անկախ նրանից ով կգա Հայաստանում իշխանության, անգամ Սամվել Կարապետյանը, Հայաստանը բելառուսացման չի գնալու։ Հայաստանը քայլ առ քայլ հեռանալու է Ռուսաստանից։ Դա պատմության օբյեկտիվ տրամաբանությունն է։ Հասկանում եք, դա ցանկություններով չի։ Դա ցանկություններով չի։ Դրա համար լիքը հիմքեր կան։ Սա մեկ։ Մյուսը Ռուսաստանը հոգեբանորեն այն երկիրը չի, որ փափուկ ուժով փորձի աշխատել։ Տեսեք, Ռուսաստանը միշտ ձախողել է փափուկ ուժը, հիմա էլ է ձախողում, ինքը չի կարողանում։ Իր բոլոր հաղթանակները կապված են պատերազմների հետ, ինչ որ կոշտ պայքարի, չգիտեմ, պետք էր, նայեք, 68 թվական Պրագա, 56 թվական Բուդապեշտ, մինչ այդ արդեն տասնամյակ եւ երկու տասնամյակ սոցիալիզմ էր, չէ՞, այնտեղ, բայց չկարողացան փափուկ ուժով այդ մարդկանց միտքը փոխել, իրենցով անել, ընդհակառակը բելի միակ հաղթանակը տանկերով, ջարդելով եւ այլն։ Ռուսաստանը ի վիճակի չի, պարզապես ի վիճակի չի։ Երբ որ լսում ես Պուտինից սկսած վերջացած ինչ էր, Անիշչենկո էր, ինչը չէ, փող վարչապետը, հա, այսինքն այդ բոլոր, հա, Օվերչուկ, Անիշչենկոն այն մյուսն է, որ էլի պատժամիջոցներ անում, Սանեպիտկայանի, որը էլի ինքը հիմնական գործիքն է լինելու։ Նայեք, արևմուտքը լինել ինչով է լավ, ինչի որ ինքը անթերի արևմուտքը, լիքը թերություն, լիքը դժգոհություն ունեմ, այդ հասկանալի է, բայց գոնե այնտեղ իրավական համակարգ կա։ Օրինակի համար, եթե քեզ արգելում են քո ապրանքը ներմուծելու, դու ինչ որտեղ պաշտպանություն կարող ես դատարանում էլ գտնել օրենքներով, Ռուսաստանում չես կարող։ Հիմա որ նրանք ասում են Ռուսաստանի համար էլ կտուժի, այո, բայց Ռուսաստանի համար 1 միլիարդ խոնարհ մետր գազ ծախելը դա կենսական չի։ Իր այս մեծ կորուստների մեջ 200 միլիարդից իջել է 18 միլիարդի, դա իրան չի փրկելու։ Բայց Հայաստանին այդ 1 միլիարդ չլնելը մեզ բոլորիս բերելու է ձմեռը սառելու կամ իշխանությունը մեզ կայնեցնելու է երկընտրանքի առաջ, բա Ադրբեջանից է պետք է առնենք։ Եվ ժողովուրդը մի երկու շաբաթ սառը ստիպված համաձայնելու է։ Դա ես այդ մտահոգությունն եմ, քանի որ ես չեմ տեսնում Իրանի հետ որևէ առաջընթաց, որտեվ գիտեք, վստահեցնում եմ ձեզ, որևէ մեկը արևմուտքում, որևէ ես նաև տարիներ ղեկավարել եմ Իրանի ուղղությունը, գիտեմ, ներսից գիտեմ, մեզ երբևէ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու համար որևէ թդուխոս չեն ասել, ընդհակառակը կրկնում եմ, Հայաստանը դիտարկվել է հնարավորություն անգամ կամուրջ հարաբերություններ զարգացնելու Իրանի հետ։ Անգամ ընդունել են առաջարկ, ես ասել եմ, ժամանակին չիրականացավ Երևանում անցկացնելու Միացյալ Նահանգներ Իրան բանակցային փուլ, որ հետո Ջնևում արվեց, մեր իշխանությունները չգնացին դրան, որովհետև համարեցին դա չափից ավելի մեծ բեռա, կարողա տաճիշ չլինեն, բայց դա մեզ պետք է։ Ասած հետևյալն է, ամեն մեկը իր շահերն է պաշտպանելու, Ռուսաստանը իր շահերը իր ձևով, դա լինելու է կոշտ, արևմուտքը իր շահերը, մեր շահերն են հեռանկարային առումով, կրկնում եմ, գուցե մի երկու առաջիկա տարիների համար Ռուսաստանի հետ այս հարաբերությունները վատանան եւ խնդիրներ առաջանա, բայց սա հաղթահարելի է։ Ստրատեգիական առումով մենք շահելու ենք արևմուտքի հետ լինելու։ Այդ ներդրումները, իսկ եթե Իրանում իշխանափոխություն եղավ, վստահեցնում եմ ձեզ, տասնապատիկ ենք շահելու, որովհետև արդեն Հայաստանի եւ Վրաստանի աշխարհական կարեւորությունը փոխվում է Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան միջանցքի վրա։ Գումարած այն հարյուրավոր միլիարդ դոլարների ներդրումը, որ պետք է արի արևմուտքը Իրանում, այդ 100 միլիարդներից էլ մի 10 միլիարդ էլ Հայաստանի են հասնելու, որտեղ առանց դրա չի լինի։ Այս պատերազմի, միայն այս մի պատերազմի վնասները վերականգնելու համար կեսը տրիլիոն, այսինքն 500 միլիարդ դոլար է պետք Իրանին։ Որտեղից Իրանին այդ փողը։ Ուրեմն միայն արևմուտքից է գալու։ Ռուսաստանը չունի այդ փողը։ Հիմա որ հայերը ասում են լինենք Ռուսաստանի հետ որսի վատություն չանի։ Հա, դե լավ, եղանք վատություն չարել, ջերմուկ էլ ծախեցինք, չգիտեմ, այն մեր բիզնեսմեններն էլ այնտեղ իրանց լավը զգացին։ Բայց երկրի ապագայի տեսանկյունից իմ համար այդ բիզնեսմենների շահը պակաս կարևոր է, քան երկրի անվտանգության շահը, տնտեսական զարգացման շահը,
հատկապես ինչքան վիճակը Ռուսաստանում վատանա տնտեսական, այնքան օտարազգի, ոչ թե օտար քաղաքացի, օտարազգի բիզնեսմեններին ճնշելու են։ Մենք տեսել ենք Ռուսաստանում այդ բանը, չէ՞ հիմա էլ կա։ Ինքը Ռուսաստանի քաղաքացիա, երրորդ, չորրորդ սերունդ Ռուսաստանում ծնված հայեր կան, բայց չէ, Գալիցկին ինչի ազգանունը Հարությունյանը փոխեց Գալիցկի։ Որովհետև շատ բարձ հասկացա, որ այդ հայ ազգանունով իրան չեն թողին դեռ ոնց որ ասած լինեն ինչ որ եղավ, ամենահարուստ հայը։ Ինքը դարձավ ամենահարուստ ռուսներից մեկը։ Եվ մյուս բաները, բայց էլ ձեռից խլեցի, չէ՞։ Ով խլեց? Լավրովի փեսեն։ Դե էս այդ երկրի վիճակը։ Ես ինքս բիզնեսների մեջ չեմ, բայց ուզում եմ որ մեր բիզնեսմենները ժամանակավոր շահետևի չգնան եւ կորցնեն հեռանկարային շատ ավելի մեծ շահը։ Այո։ Պարոն Պապյան, շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Արա Պապյանի հետ։